Սակը այո, ես եմ գլխավորում։ Բացնեք վարչապետ չեմ ուզում։ Այսպես որ կապ ունի դա ովակ։ Իսկ ով է տեխնացուն, վարչապետի տեխնացուն։ Այսինքն դուք չեք գնում հաղթանակի։ Ով է ձեր տեխնացուն։ Մասնակցող գնում հաղթանակի, ուզում եք գնացեք նեսը կամ հարցազրույց։ Ով է ձեր տեխնացուն, պարոն Ծառուկյան։ Ով է ձեր տեխնացուն։ Ներողություն, ուրեմն ես ձեր բոլորին շատ հարգում եմ։ Եկե հասերեք հավաքվել եք ասել, ես պատասխան ձեր բոլոր հարցերին պատասխանելու։ Մեկ-մեկ հարցը տվեք պատասխան։ Հիմա սկսենք, ով է վարչապետի ձեր տեխնացուն։ Ուրեմն ես ասել եմ, քանի որ ես շփվում եմ ժողովրդի հետ ամեն օր, արվեստ, մշակույթ, աշխատող, բժիշկ, դասախոս, գյուղացի ու լսելով մարդկանց, որ մարդիկ ասում են, այ ընտրությունից առաջ, այ օրինակ, որ մեկը լիներ, ունևոր, կայացած, բայց անձնական հարց չդներ, պաշտոնի չձգտեր։ Եք նկարագրում, պարոն Ծառուկյան։ Դիտուրաբաց։ Ասում որ չլներ, անձնական ինչ-որ պաշտոնի համար էլ ձգտում չուներ, մենք համախմբենք իր կողք, ինքնականար ձևավորել, կազմակերպել, գնայինք ընտրության եւ այս հարցերը կարգել։ Անունը պարոն Ծառուկյան։ Դրա համար ես այսօր ասում եմ, որպես Գայք Ծառուկյան, անձնական ոչ մի հարց չունեմ, ոչ մի պաշտոնի հակում չունեմ, իմ ժողովրդի ցանկությունը, որ ես լսում եմ ամեն օր, գնում եմ, հավաքել եմ մարդկանց, այն մարդկանց, որ տարբեր ոլորտի լավ ինչ-որ ներկայացներ են, արդյունավետ աշխատողներ են, ձեռագիր ունեն, մարդկանց հավաքել եմ, նույն մարդիկ են ասում, մեզ պաշտոն պետք չի, կարող պաշտոնը չի, կարևորը պետությունն է, մյուսներն ասում են կարևորը մանդատը չի, կարևորը արդյունքն է, այս սկզբունքով մենք շարժվում ենք, ես ունեմ 3 հոգեր, հիմա 4 տեխնացու, ես չկամ, Ուրեմն ես ասեմ, որ դուք իմանաք, նա միաձայն չի ընտրվելու, եթե այսօր այսքան թիմը մեծ է, մարդիկ հավաքվել են, ցանկացած տեխնացու, իր ապրածով, իր արածով, իր արդյունավետությամբ կներկայացնի, մեր ժողովրդին կներկայացնենք, ումը որ ընտրեցին, նա էլ կլինի, այսօր անվանական ոչ մեկին խոսք չեմ տվել, մենք այսօր շատ ծանր վիճակում ենք, վարչապետ լինելը դա ոնց կեզ ասեմ, հաճույք չի, դա չարչանք աշխատանք է, ով կարանի, ով այդ փորձ ունի, այդ ծանոթության տակ եւ իմ թիմը կամաձայնվի այդ ազգանունը, դա էլ կլինի։ Պարոն Ծառուկյան, հաղթանակի դեպքում, պարոն Ծառուկյան, դուք հրաժարական եք տալու, այսինքն վայր եք դնելու մանդատը։ Հնարավոր է, որ ես խորհրդարան չմտնեմ, այո, շատ հնարավոր է։ Հաղթանակի դեպքում դուք եք լինելու վարչապետը, թե Ոչ, ես չեմ լինելու, բայց իմ կուսակցությամբ հետևելու ենք, ով կարող է անել, նա պետք է անի։ Կուսակցությունը թիմը կուռ է մի մարդու նման, մեր բոլորի ուզածը, որ համախմբված լինի, արդյունավետ լինի, որ մենք կարողանանք այս վիճակից դուրս գանք, մեր մեջ կուղենք աշխարհում եք, որ աշխարհը մեզ հարգի։ Պարոն Ծառուկյան, ձեզանից կոալիցիա, հետընտրական կոալիցիա պատկերացնում եք, թե ոչ։ Հիների հետ ոչ մեկի հետ չեմ պատկերացնում, այսօր գործողները չեմ պատկերացնում։ Պիտակավորում են ընդդիմությանը, այդ թվում նաև ձեզ։ Այո, ինչ է։ Ինչպես եք այդ ամենին վերաբերվում։ Այս եթե մարդիկ, ներողություն, հիմա ով է պիտակավորող, ասեմ նա, եթե մարդը բան ունի ասելու։ Ես նոր Պատասխանեք էլի։ Ինչ? Պատասխանեք էլի, պարոն Ծառուկյան։ Հիմա դա վիրավորանք է։ Դուք վիրավորվում եք, բայց օլիգարխը պետք է պետական լծակներից օգտվող մարդ լինի։ Բայց ես ասենք թե օլիգարխ ես չեմ ամառ։ Բելարուսիայի նախագահան իմ ընկերն է, որը ցանկացածով հայ ժողովրդի կողքին է, ցանկացածով ինքը որպես մարդ ընդունում է, հարգում է, պատասխանատու է, աջակցել օգնել ցանկացած իմ ընկերոջից ես չեմ հրաժարվում։ Կարապետյանի հետ ասում է եռագլուխ հրեշա, եթե ընտրեք իրենք են գալու։ Ուրեմն հարգի քո անունը ոնց է վայջը։ Ուրեմն ես ասեմ, ես ամեն օր ժողովրդի հետ շփվում եմ եւ թող մարդիկ էլ գնան շփվեն, ընդ կերևա հրեշնովա, քաղցրնովա, համովնովա։ Պարոն Ծառուկյան, ներողություն, դուք ասում եք մի րոպե, դուք ասում եք հների հետ,
Դուք ասում եք հների հետ կոալիցիա չեք կազմելու։ Դուք ասում եք հների հետ կոալիցիա չեք կազմելու։ Նույնիսկ այն դեպքում, եթե դա է լինելու Փաշինյանին հեռացնելու միակ տարբերակը։ Այո, ուրեմն հինը պետք է դուրս գա, պետք է նոր այն որ կարան այն մարդը պետք է։ Եթե երեք ուժ ընդդիմադիր հայտնվի խորհրդարանում եւ ձեր օրինակ միանալուց կախված լինի, արդյոք ընդդիմությունն է իշխանության գալու, դուք էլի չեք միանա Քոչարյանի հետ։ Եթե Քոչյանը պետք է լինի վարչապետ, ոչ։ Իսկ եթե Սամվել Կարապետյանը կամ Կարեն Կարապետյանի որդին Նարեկ Ուրեմն մենք դա քննարկենք։ Հայաստանում դուք դիտարկում եք ձեզ այսօր։ Ուրեմն այ հենց հիմնա այդ որ բոլորած այդ հարակտումը ռուսամետ, արևտամետ, դա սխալ է, դա հիմնականում ձեռնատու մեր թշնամիներին։ Մենք բոլորը լավ պետք է լինենք եւ Ռուսաստանի, եւ Ամերիկայի, եւ Արամերիկայի։ Ոչ մեկ չի կարա կառավարել։ Ոչ մեկ։ Բայց հիմնական, քանի որ պետք է ասեն, Ծառուկյանը պաշտոնի համար է պայքարում։ Ժողովուրդ ջան, ես այս երկրում ծնվել եմ, մեծացել եմ այստեղ։ Մեր երկրում կառուցել եմ շենքեր, բնակարաններ, դպրոցներ, եկեղեցիներ, գործարաններ, տասնյակ հազարավոր աշխատատեղ եմ ստեղծել։ Ես այս երկրի մարդ եմ, այս հողի ջրի մարդ եմ։ Իմ սիրտը ցավում է։ Ես որ դուք նայեք իմ արածը, իմ ստեղծածը, ես միայն իմ ժողովրդի համար, իմ պետության համար, դա իմ կյանքն է, իմ ոնց ասեմ, ուրախանում հպարտանում դա։ Իմ ուզածը, որ իմ ժողովուրդը լավ ապրի, իմ երկիրը լավ ապրի, որ արդարության սկզբունք լինի բոլոր ոլորտներում։ Ես չեմ ցեղ շփոթում որից եմ եկել։ Այ օրինակ ասենք երիտասարդության մեջ, որ ասենք